Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը այս համատեքստում շատ կարևոր թեմա է, և իհարկե այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը, այսինքն կարողացա չէ ներկայացնել Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, և մենք բոլորովին վերջերս շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքը առաջին փուլում վերաբերվում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը, և իհարկե մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ, և այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք լիարժեք բավարարում է այս պայմանին, և բացի դա շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն որ այդ բեռնափոխադրումները իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն և այդպես շարունակ։ Իհարկե մենք ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության մեր պատկերացումները այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է, մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ և իհարկե փոխադարձության սկզբունքով, բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծը իրագործելու պարագայում, սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան միմյանց տարածքները օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։ Դուք գիտեք, որ մենք շատ այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի մենք կունենանք, ինչը էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները, և միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և Հայաստանը և Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին, բայց սա միևնույն ժամանակ էլի ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերությունները Իրանի և Հայաստանի միջև։ Տեսեք, երբ որ ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է
պահանջում եւ այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները կկոմպենսացնեն երկարաժամկետում թեկուզ այդ ծախսը, բայց իմ նշած խաղաղության խաչմերուկ ծրագրի իրագործման պարագայում եւ մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց եւ մենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով եւ ապա նաեւ դեպի արևմուտք։ Սա շատ կարեւոր նախագիծ է, բայց ես ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ ենք եւ շատ լուրջ ենք տրամադրված եւ ուզում ենք, որ այս նախագիծը իրականացվի, այո, այդ թվում նաեւ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային երթուղիները, ինչպես դա ընդունված է միջազգային փոխադրումների ճգնաժամ կա գլոբալ, որը պայմանավորված է այդ թվում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով եւ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար եւ եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալը այնքան մեծ է, որ նույնիսկ եւ Հայաստանի, եւ Իրանի Իսլամական Հանրապետության, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար եւ սա նաեւ տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս։